Այնինչ անում եմ ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք։ 1 տարուց ավելի է Բաքվում պատանդարված 17 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կոչն է հայերին։ Վարդանյանն ընտանիքի միջոցով ուղերձ է հղել Բաքվի մենախցից ու չհանձնվելու կոչ արել։ Նա վստահեցրել է, որ անկախ բոլոր դժվարություններից մենք կհաղթենք ամեն բան։ Ուղերձը թողնում է մահապարտի ուղերձի տպավորություն, այսինքն մարդ, որը իր ճշմարտացիության եւ իր ընտրած պայքարի ճանապարհի համար գնում է ընդհուպ գիտակցելով, որ այդ ճանապարհը կարող է ունենալ շատ ծանր վերջաբան եւ ծանր հանգրվան, այսինքն այս իմաստով Ռուբեն Վարդանյանը արձանագրում է իր հաստատակամությունը։ Հացադուլը դադարեցնել չի պատրաստվում Վարդանյանը, ինչպես ինքն է պնդել, սա իր ընտրած ճանապարհն է, որից հետ չի կանգնելու։ Միաժամանակ Վարդանյանը շեշտել է, որոշումն իր անձով ու իր կեցության պայմաններով չի պայմանավորված, այլ կեղծ դատական գործընթացներով։ Նա դատապարտել է անտարբերությունն ու շեշտել, Բաքվում իրեն կամ մնացած 15 հայերին չեն դատում, այնտեղ դատում են Հայաստանն ու հային։ Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ ավելի վատ պայմանների։ Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Ինչպես ակնկալվում էր, Վարդանյանի հայտարարություններն էմոցիոնալ ծանր հետքեր թողեցին հանրության վրա, բայց մասնագետները հորդորում են գերության մեջ գտնվողների խոսքերը միանշանակ ընդունել պետք չէ։